Այս տարվա հունվարի 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման պատճառով զոհվեց 19-ամյա հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանը։ Իր վրա ընդունելով թշնամու կրակը նա փրկեց իր մարտական ընկերների կյանքը։ Հետո պարզվեց, որ Արցախում իր սահմանապահները տարբեր հնարքներ են կիրառում մոտեցող թշնամուց պաշտպանվելու համար։ Այդ ձեռագործ սարքերից են պահածոյի դատարկ տուփերը, որ կապոցներով ամրացնում են խրամատներում։ Իսկ ոմանք շներ են ընտելացնում, հույսը դնելով շան հաչոցին։ Վերջերս մեզ դիմեցին հայ գիտնականները պատմելով, որ դեռևս տարիներ առաջ պատրաստվել են գերժամանակակից ու գերզգայուն էլեկտրոնային սարքեր սահմանը վերահսկելու համար։ Մեր զրուցակիցն է ֆիզիկոս Հարություն Կարապետյանը։ Նրա անունը հայտնի դարձավ, երբ անցյալ տարի նա Ինշան բողոքի հրաժարվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակից։ Դա ամեն տարի տրվող գիտության բնագավառի մրցանակ է, որը կոչվում է նախագահի մրցանակ, որը տրվում է նախորդ 2 տարիներին գիտական աշխատանքների արդյունքների հիման վրա։ Իսկ ինչ արդյունքներ մեր մոտ արձանագրվել էին հիմնականում, այսինքն այդ մրցույթին գիտական հրապարակումների եւ թվաքանակը եւ որակը, միջազգային ճանաչումը, հղումները այդպիսի չափանիշներով են նրանք չափում։ Ինչու հրաժարվեցիք։ Նախ ինչու վերցրեցի, երևի ավելի ճիշտ կլինի վերցնելուց էլ եմ ասել, բան եղավ, որ հետ վերադարձնեմ, որովհետեւ հենց տալու ժամանակ արդեն շատ մեծ կոնֆլիկտներ էին ակադեմիայի հետ։ Փաստորեն նույնիսկ Հայաստան հիմնադրամում թուղթ կա, որ ես հրաժարվում եմ իմ անունը հանել այդ կոլեկտիվից, բայց հետո որ տեսան, հասկացան, որ երևի դա շատ ավելի աղմկահարույց կլինի էլի, քան թե ինչ որ մրցանակ տալը, որովհետև դա կոլեկտիվ էր 3 հոգանոց, 3 հոգով մեր գիտական հրապարակումները 6 թվի, 7 թվի, 2006-7 թվի արդյունքներով էին տվել, ինչեր վեն ստացանք, հետ վերադարձրեցի շատ պարզ պատճառով, մամուլում շատ հստակ է գրված, դա շատ երկար մտածվել ու գրվել է, ես համարում եմ, որ գիտության բնագավառի կոռուպցիան, որը այսօր Հայաստանում կա, հովանավորվում է նաև երկրի նախագահ կոչվող Սերժ Սարգսյանի կողմից, իրա աշխատակազմի կողմից, իր կողմից փաստորեն։ 2012 թվին ինչքան գիտեմ կառավարությունում է քննարկվել, դաշտային փորձարկումներ են անցել այդ տեխնոլոգիայով, այդ դատչիկներով, այդ ստեղծվել է 4-րդ սերնդի արդեն այդ սենսորը, որը արդեն զգում է մարդու քայլը 200 մետրի վրա, 200 մետր կախված հողի թաց, սառը եւ այլն, ինքը 250 մետրի վրայից արդեն մարդուն զգում է։ Ի դեպ այդ մեծ թիվ է, քանի որ ամերիկյան ամենալավ այդպիսի սենսորը, որը իրանց սահմաններում կա, 30 մետրի վրա է զգում։ Փորձարկումներ եղել են եւ Հայաստանում, Պաշտպանության նախարարության մասնակցությամբ եւ Ռուսաստանում, ռուսներն են շատ շահագրգռված անվտանգության համակարգ կառուցելու համար եւ Ամերիկայում։ Ես համոզված եմ, ոչ թե համոզված եմ, գիտեմ, որ Պաշտպանության նախարարությունը շատ ու շատ է շահագրգռված դրա համար, բայց թե գործը ինչու չի գնում այն բանին, որ այդ սենսորները արդեն դառնան համակարգ եւ դրվեն սահմանին, ու սահմանին, ինչպես նշեցիք, ոչ թե զինվորը այն պահածոների բանկեկով շխշխոցից իմանա, որ սահմանին մարդ է մոտենում, շուն են սպանում, որ իմանան, որ մարդ է մտել խրամատը, հետո այդ մարդիկ, որը ասում են մառախուղը մոլորվեց, ինչ է նշանակում մոլորվեց, սահմանը մարդ անցավ, ուրեմն սահմանապահը չիմացավ, չէ, իսկ այդ մեր այդ տեխնոլոգիայով, եթե համալրված լիներ մեր գոնե վտանգավոր մաս սահման համարվող մասը, շատ շուտ սահմանապահներն էլ կիմանային, կարողանային ունենային ղեկավարման կետ, որտեղից կղեկավարվեր հսկա, ասենք, կիլոմետրերով տարածք եւ ահազանգը կտրվեր, ոչ մարդիկ կմոլորվեին կնային, ոչ դիվերսանտներ այդքան կմոտենային եւ այլն եւ այլն։ Հիմա իմ հարցը ինչու՞մ է, որ
կառավարությունը ինչու քայլեր չի ձեռնարկում։ Ինքը իմ գիտելիքներով ես 100%-ով վստահ չեմ, որ ամեն ինչ գիտեմ, բայց իմ տեղեկություններով այդ ամեն ինչը թողնվել է Պաշտպանության նախարարության վրա։ Պաշտպանության նախարարությունը այդ տեխնոլոգիան զարգացնելու համակարգ դարձնելու, որի համար մի չնչին բան է պետք, ծրագրային ապահովում, որը ուշ թե շուտ կլինի իհարկե, այդ տղաները ես գիտեմ իրանց համառության շնորհիվ կհասնեն դրան, բայց ժամանակ է պետք։ Իսկ Պաշտպանության նախարարության մեխանիզմները թույլ չեն տալիս, որ երկու մեխանիզմ ունեն այդպիսի բաների, գնումների համար, գնումներ կամ մշակումներ, մեկը մյուսին մի կողմին ձեռ չի տալիս, մեկը մյուսին ձեռ չի տալիս, բայց կա երրորդը կառավարությունը, որը եւ մեր անվտանգության համար է պատասխանատու եւ մեր ծախսած միջոցների արդյունավետության համար է ինքը պատասխանատու եւ բիոզուկարան կնելու համար մի հատ բիոզուկարանի գումարը երևի այդ ամբողջ ծախսերը կծածկեր, որ այդ դրան այդ ծրագրային ապահովման համար այդ սենսորը որ դառնա համակարգ ու արդեն կառավարվի հերվից, այսինքն մի հատ դիդակետ կունենան ինչ որ ունենալով այդ բոլոր ազդանշանները ուղղությունը իշքան հերուսամանից եւ այլն, այդ ամեն ինչը փորձարկված է եւ մեր Պաշտպանության նախարարության պաշտոնյաները գիտեն դրա մասին եւ կառավարությունը 2012 թվին արել նիստ, ինչքան հիշում եմ, այդ տեխնոլոգիային աջակցություն ցուցաբերելու համար, բայց սա տեղից չի շարժվում։ Շատ ցավալի է, զարմանալի է, որ այդ տեխնոլոգիան մենք ունենք, մեր մոտ ստեղծվել է փոխանակ իրանք ամեն ինչ անեն, որ այս տեխնոլոգիան զարգանա, արտադրություն դառնա, աշխատատեղեր կստացվի, պետությունը իր ֆունկցիան լրիվ կատարած կլինի։ Իսկ մեր մոտ նախ այսօր ատկատի մասին է խոսքը։ Ինչի նպատակային ծրագրերի միջոցով չեն ֆինանսավորում այդ չնչին մասը, որը կարող է եւ 3-4 ամսվա 3-4 ծրագրավորողի աշխատանքի բաներն է, Աստված գիտի, բայց մոտավորապես այդ է։ Ու ոչ մեկը տեղից չի շարժվում, վարչապետը բիոզուկարան է գնում, գիտելիք հենք տնտեսությունից է քարոզներ կարտում, կեղծ դատավարություններ է մեր դեմ հարուցում եւ այլն եւ այլն։ Այդ է, դրանով է զբաղված մեր կառավարությունը, իսկ սահմանը փաստորեն այսօր ինչ որ մագարտակի շատ ավելի պաշտպանված կլներ այդպիսի դեպքերը, որը այդ գյուղացին մոլորվում է մառախուղից անցնել, բացառվեր, դիվերսանտը, որ կարող մտներ խրամատ ու սկսեր նոր կրակոցները կբացառվեր, դա արդեն մեր կառավարության թուլությունն է, թե ոչ շահագրգռվածությունը մեր ավանդակության համար, ինչ ուզում եք կարելի է ենթադրել ու ասել։ Հետո պարզվեց, որ դա ոչ թե տեխնոլոգիա է կոնկրետ դատչիկի է սենսորի համար, դա այսպես կոչված այդպիսի տերմին կա տեխնոլոգիաների պլատֆորմա։ Այդ նույն սկզբունքի վրա այնքան բան կարելի է սարքել, որտեղ մի նանոմետր, այսինքն շարժումը, քանի որ նա զգում է, իմ կարծիքով այս տեխնոլոգիայի ապագան ու մեծ ապագան բժշկությունն է, քանի որ աշխարհը շատ բժշկության վրա փող շատ է ծախսում։ Ու բժշկությունն է ու պաշտպանությունը, օրինակ կարելի է մարդու ձայնը ճանաչել, ես եմ թե Տիգրանը, մատնահետքերն են ստուգում, ձայնով կարելի է ստուգել, խոսացնել ու ասել Տիգրանն է թե Պողոսը։ Սրտաբանություն, հիմա ինչ որ ես ինչքան գիտեմ, տղաները արդեն աշխատում են այդ ուղղությամբ, որ միանգամից ասենք զարգերակի բանը, ճնշում չափել, զարգերը չափել, որտեղ տադանում կա շատ չնչին, ինքը շատ ավելի զգայուն է, քան գործող, աշխարհում գործող բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները։ Այսօրվա գոյություն ունեցող բոլորից ամենազգայունն է։ Բացի դրանից ինքը շատ զգայուն է, որ դա կարևոր է փոքր հաջողությունների վրա, մի հերց, երկու հերց այդ հաջողությունների վրա։ Օրինակ պատկերացրեք դա ինչ է նշանակում։ Սուզանավը ջրի օվկիանոսում սուզված անջատում է իր բոլոր շարժիչները, ջրի հոսքով գնում է, չէ՞։ Ոչ մի բան չի տեսնում այդ սուզանավին։ Այդ հագարադարային այդ ծածկույթներ կան, այսօր բաներ կան, իսկ սարքը զգում է, տեսնում է այդ սուզանավին։
այդ փոքր հաջողությունները, այդտեղ էլ հսկա բան կա, ես բժշկության մեջ կա, սեյսմոլոգիան կա ու կա, դա անխոս է, մանավանդ ֆորշոկերը այնքան թույլ ցնցումներով այդ մեծ երկրաշարժը որ սկսում են, ինքը այդ անընդհատ այդ թույլ ցնցումները գրանցելով ու դրանց դինամիկան կարող է եւ պրոգնոզի բերի ուժի, թե ինչ ուժգնության երկրաշարժ է սպասում։ Այսօր ես հիմա իմ կարծիքով միակ պահանջը ստիպել կառավարության բայց ոչ ստիպել, եթե այն մարդիկ ամեն օր ժողով են անում, ասում են գիտելիքա հենք տնտեսություն, քարոզ են կարտում ու չեն գտնում մեխանիզմ այդ մի փոքր բանը ֆինանսավորելու։ Չհասկացա, այդ օֆշորի մեխանիզմներից բարդ մեխանիզմ չի տա, եթե նույնիսկ վարչապետը մեր վարչապետը ընդգրկված չէ ոնց որ ինքը մերժում է, չնայած ես խիստ կասկածում եմ եւ բոլորն են կասկածում, որ ինքը ընդգրկված չէ օֆշորային սկանդալի մեջ։ Թող այդ կազմակերպիչներին կանչի խորհուրդ հարցնի, թե մոտ $100,000 ոնց աջակցենք այս խմբին, ինչ մեխանիզմով, որ մեր երկիրը ավելի անվտանգ լինի։ Թող անի։ Երբ մենք պատրաստում ենք այս հաղորդումը, նոր տխուր լուր եկավ։ Մարտի 24-ին ադրբեջանական կրակոցից զոհվեց 1992 թվականին ծնված հայ զինվոր Գառնիկ Թորոսյանը, իսկ սահմանապահ սենսորային սարքերը դեռևս տեղադրված չեն։